տեղ ունի։ Պարոն Վարդանյան, մի հարցը ես տամ, տեսեք, դուք ասում եք, որ այս պահին իմպիչմենտի գործընթացը լուրջ չի անարում երկրորդ նախագահ եւ նույն ժամանակ ասում եք, որ մենք տարածաշրջան ներկայացում պատրաստ ենք ապահովել ցանկացած գործընթացին։ Դուք համարում եք, որ հերթական Հայաստանում որևէ ընտրությամբ իշխանություն փոխվել է, եթե այդ դեպքում ինչու ինքներդ չեք նախաձեռնում, ասենք փողոցային պայքար։ Տեսեք, ժողովուրդ ջան, այս ընթացքում առնվազն 3 խոշոր փողոցային շարժում է եղել։ Եթե հիշում եք, առաջինը հայրենիքի փրկության շարժումն էր։ Հայրենիության փրկության շարժումը համակարգում էր մեր խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը։ Վազգեն Մանուկյանը թեկնածուն էր, առաջնորդն էր, շարժումը համակարգում էր Իշխան Սաղաթելյանը, շարժման համակարգմանը մասնակցում էին երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը, Գագիկ Ծառուկյանը, 6 հոգի հիշում եք։ Հայաստան դաշինքի դերակատարությունը այդտեղ երկրորդ խոշոր շարժումը, դիմադրության շարժումը դարձյալ համակարգում էր Իշխան Սաղաթելյանը, Հայաստան դաշինքը եւ երրորդ սրբազան շարժումը արդեն իհարկե սրբազաններ առաջնորդը, սրբազաններ սկսել, բայց էլի Հայաստան դաշինք այդտեղ ով էր առանցքային դերակատարություն։ Ի վերջո հիշեք նաեւ այսպիսի արտահայտություն կար, չէ՞։ Մաշեցնելու ենք մինչև քոքը։ Հիմա նայեք այսօրվա այս տղայի վարկանիշը եւ կարծես թե մաշեցնելը հաջողվել է բավականին։ Մենք միայնակ չենք արել դա։ Հանրապետական կուսակցությունը բոլոր այդ շարժումների ժամանակ աջակցել է, մասնակցել է, այնպես որ կարծում եմ, որ դրա պատասխանը կա։ Հայաստան դաշինքի մասին ենք խոսում եւ ապագայի մասին էլ ասվել է բոլոր հնարավոր պարագաներում, այդ թվում փողոցային շարժման։ Պարոն Վարդան, չեք Հայաստան դաշինքը տեխնացու չունի։ Խնդիրը ինչու՞ն է, որ տեխնացուի շուրջ նախ համաձայնության չեն գալի։ Ես իմ խոսքի մեջ ասացի, չէ՞։ Տեխնացու նշանակում է, որ վստահ չի իր առաջնորդի հաղթանակի վերաբերյալ, այլ թվում որ քպականները ոչ միայն իրեն չեն օգնի, այլև հարային վստահություն չունի եւ ներողություն եմ խնդրում, բայց դուք սխալ հետևություններ եք անում։ Հիմա եկեք այսպես պատկերացնենք, մենք ինչ ենք ասել ենք թող լինի այդ 36 ստորագրությունը, ում անուն ուզում եք բերեք, մենք միանում ենք։ Հիմա ձեր կարծիքով ում անունը որ բերեն այդ համախմբում, այդ շարժում, այդ փողոցային բանը լինելու է։ Նորից եմ ասում, մեր հայտարարության ես ավելացնելու բան չունեմ։ Իսկ ինչու չի լինի այդ համախմբումը։ Ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ Սերսարսյանին, ոչ նրանցին փոխկապակցված որևէ մեկին։ Այս 7 տարին Տեսեք, ես մի սարսափելի բան եմ նկատում, էլի։ Հիմա ով է այսօր խոսում ժողովրդի անունից եւ միշտ է խոսել ժողովրդի անունից։ Նիկոլ Փաշինյանը, այսօր ժողովրդի անունից խոսում են Էդգարն ու Նարեկ Մալյանը, հիմա էլ դուք եք խոսում ժողովրդի անունից։ Ես ուղղակի տանել չեմ կարողանում այն մարդկանց, ովքեր խոսում են ամբողջ ժողովրդի անունից։ Դա իլյուզիա է, ֆիկցիա է, ձեր փոքր որ կիսադարած հրապարակները ոչ ընդդիմության հրավիրած հավաքներին եղել է ավելի շատ մարդ, քան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին։ Այո։ Փոխվեց այն, որ Սրբազանը իրավական խոչընդոտներ ուներ։ Չէ, դա շատ վաղուց էր։ Այսինքն երբ որ Հարությունյանը ասում էր, որ Բագրատ Սրբազանն է վարչապետի տեխնացու, ըստ էության գիտենալով որ կա իրավական խնդիր, միևնույն է Հարությունյանը դա էր մատուցում։ Գիտեք, ի վերջո հանրության մեծամասնությունն է որոշում։ Ես շատ վստահ չեմ, որ 2018 թվականին, եթե հանրությունը այդքան համախմբված կամ խաբված չլիներ, Նիկոլ Փաշինյանը կարող էր դառնալ վարչապետ։ Այդ մասին չխոսենք 1000 ուրիշ։ Բայց ինչու եք բոլորդ միասին խոսում։ Համեցեք։
կա բավարար նախադրյալներ։ Օրինակ մայիսի 9-ին մենք տեսանք լեցուն հրապարակ, հանրապետության հրապարակը ամբողջովին լիվ է։ Ի՞նչն է խանգարում այդ մաքսային պետքին հավաքել հրապարակը։ Դե հիմա դες ասացի, 3 խոշոր շարժումներ են եղել, այդ 3 խոշոր շարժումների մեջ ամենամեծ դերակատարություն ունեցել է Հայաստան դաշինքը։ Հիմա մեզ ասել են, որ կա ծրագիր մինչև 26 թվական, այդ ծրագիրը կլինի, կքննարկենք եւ կմասնակցենք։ Ով է ասում հիմքեր չկան։ Մեր խմբակցության հայտարարության մեջ հստակ գրված է առաջի կարծեմ պարբերությունում, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն impeachment հայտնելու իրավական, քաղաքական ծանրակշիռ հիմքերը առկա են։ Նախադրյալներ ասում են ժողովուրդը, բայց ժողովուրդը գուցե հավաքվում է, սպասում է ձեր պատասխանին, որ հրապարակում ու պատասխաններին չեն։ Դե դրա համար էլ ասում ենք, երբ որ կլինի 36 ստորագրություն, մենք մեր ստորագրությունները կմիացնենք, կդառնա 36 ստորագրություն եւ կտեսնենք։ Ինչու եք սպասում, որ ինքն Մարիկ Մանյանը գուցե Հայաստան դաշինքը տանի, ջան գործադրիկ Նորից պիտի կրկնեմ իմ ամբողջ գրավոր խոսքը։ Նորից կարդացեք, հետևություններ կանեք։ Չափով այդ հանրավակների այդ